Երբ լուսավորչի գահի ժառանգորդը եկեղեցին վերածել է հայկական պետականությունը կործանելու քաղաքական գործիքի, նրա կամավոր հանգստի գնալը դառնում է իրավիճակը փրկելու նվազագույն պայման։ Այն, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ, կապ չունի կուսակրոնության կամ կաթողիկոսի երեխա ունենալու հետ։ Հարցը վերաբերում է Հայաստանին, Հայաստանի գոյությանը որպես պետություն, որը ի վիճակի է լինել ինքնուրույն եւ ինքնուրույն կերպով լուծել իր հարցերը հարևանների հետ։ Կուսակրոնության ուխտի դրժում եւ այլն դրանք երկրորդական, երրորդական հարցեր են։ Գլխավորը աշխարհաքաղաքական պայքարն է։ Հասկանում ենք արդյոք, թե ինչ ճգնաժամի միջով է անցնում մեր եկեղեցին եւ պետությունը, թե դեռ ձևացնում ենք, որ ոչինչ չի եղել։ Կաթողիկոսի սիրով տոգորվածներին չի հետաքրում ոչ եկեղեցու հոգևոր վիճակը, ոչ հավատացյալների կարիքները, ոչ էլ պետության հոգևոր անվտանգության հարցը։ Նրանց համար կա միայն սեփական քաղաքական հաշվարկը։ Եթե իշխանությունը դեմ է, իրենք ավտոմատ կողմ են։ Իշխանությունը կողմ է, իրենք անմիջապես դեմ են։ Ամենավտանգավորը զրոյական պատասխանատվությունն է եւ նույնիսկ նվազագույն մերժողական վերաբերմունքը մեր պետությունը վերացնելու նպատակով հրամցվող ռուսական մահաբեր ծրագրի հանդեպ, որտեղ կաթողիկոսն օգտագործվում է որպես բուտ գործիք Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու համար։ Փառք ու պատիվ այն մի քանի տասնյակ պատասխանատու եւ հեղինակավոր եպիսկոպոսներին, որոնք առաջ են եկել եւ իրենց վրա են վերցրել ճգնաժամը հաղթահարելու առաքելությունը։ Եթե ուզում ենք պահել թե եկեղեցին, թե պետությունը, պիտի ազնվորեն ասենք, այսպես շարունակվել չի կարող։